Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մենք շարունակում ենք մեր երիտասարդական ոդքասթը Թարմձայն հաղորդաշարը։ Մեր այսօրվա հյուրն է ԱԺԲ աջակից եւ տնտեսագետ Խաչատուր Աղսախալյանը։ Բարև Խաչատուր, ինչպե՞ս եք։ Բարև Մուշել ջան, շատ լավ, շնորհակալ եմ հրավերի համար։ Խաչատուր ջան, ինչպես գիտեք, մենք մտնում ենք ակտիվ քարոզչական շրջան, հայտնի է, որ Բևերը կայացրել է որոշումը մասնակցել գալիքը խորհրդանական ընտրություններին, ինչ կարծիք ունեք սրա վերաբերյալ։ Կարծիքը միանշանակ դրական է, որովհետև Բևերի քայլերը, որոնք որ երկար տարիների փորձ ունեն եւ այս շրջափուլում չմասնակցել ԱԺԲ ազգային ժողովրդի խորհրդի ընտրություններին մի քիչ ճիշտ չէր ընկալվի։ Մի խոսքով շատ ճիշտ որոշում է կայացվել, որ Բևերը մասնակցում է ընտրություններին։ Եվ ինչպես գիտեք, այս անգամ որոշվել է, որ ակտիվ է լինելու երիտասարդությունը, այսպիսի սերնդափոխություն պետք է տեղի ունենա, Բևերի խորհուրդը առաջ է մղում հենց Բևերի երիտասարդներին։ Կարծում եմ միգուցե հենց դա կարող է նոր շունչ հաղորդել մեր շարժմանը, սակայն ինչպես հայտնի է Բևերի վարչապետի տեխնացուն լինելու է Ապստամբ Վարժան Ավետիսյանը, մեր շարժման գաղափարական հենք տնողներից մեկը, եւ նման առաջնորդ ունենալով մենք առաջ ենք մղելու նախընտրական պայքար, սակայն ինչպիսի իրավիճակում ենք մենք մտնում այս նախընտրական պայքար, ինչ քաղաքական դաշտում ենք մենք դա անում, ըստ ձեզ։ Շատ դժվար փուլ ենք մտնում, քանի որ 4 կողմից շրջապատված ենք այնպիսի ուժերով, որոնք որ չեն ազգային շահը առաջ տանում, այլ փորձում են ինչ-որ աթոռակռիվ ձեռք բերել, աթոռ զբաղեցնել, այսինքն Հայաստանը ապական, եթե Բևերը չմասնակցեր խորհրդական ընտրություններին, ինձ համար մշուշոտ էր երևում, եւ ներկապային Բևերի որոշումը միայն ողջունելի է, նաեւ այն փաստը, որ Բևերը խորհուրդը որոշել է, որ երիտասարդներին է աջակցելու, այսինքն երիտասարդությունը, ինչպես դուք նշեցիք, թարմուժ է, եւ երիտասարդները պարտավոր են տեղ կանգնելու այս երկրին, որովհետեւ ապական իրենցն է, իրենք պետք է պայքարեն, իրենք պետք է ապրեն, կերտեն այս երկիրը, ստեղծեն վերջ պետականություն ու մեր իրավունքներին տեղ կանգնեն։ Իսկ ինչքանով է այսօր երիտասարդությունը ակտիվ քաղաքական կյանքում, տարիների փորձը ցույց, օրինակ 10 տարի առաջ մենք հիշում ենք, որ բազմաթիվ քաղաքացիական շարժումներ կային, տարբեր քաղաքական, սոցիալական առիթներով, բայց այսօր ցավոք սրտի մենք ականատեսն ենք, որ այն առաջվա այդ երանդը չկա երիտասարդության կողմից, չգիտեմ, միգուցե տարիքների բալանսի հարցն է կամ դեռ այն սերունդը, որ պետք էր, որ փոխարիներ մեր այսօրվա քաղաքական գործիչներին, դեռ չի երևում, միգուցե կարիքա, որ ավագ սերունդը միգուցե մի քիչ զիջի իր դիրքերը, թե երիտասարդությունն է այսօր թույլ։ Երիտասարդությունը չեմ կարծում, որ թույլ է, ուղղակի երիտասարդությունը առօրյա հոգսերով ավելի շատ զբաղված, այսինքն երիտասարդությունը իր առօրյա ինչ-որ խնդիրներն է լուծում, բայց իմ կարծիքով երիտասարդությունը հենց այն ուժն է, որը պետք է առաջ մղի այս երկիրը, տեր կանգնի, ինչպես նշեցի, որովհետև հենց երիտասարդության ուսերին է ամեն ինչ լինելու, երիտասարդությունը մեր վաղվա ապագան։ Այսինքն ճիշտ է, որոշակի լճացումներ կարող է լինեն, որ երիտասարդությունը ակտիվ չի ուզում մասնակցել ինչ-որ քաղաքական process-ներին, բայց ներկայապային ինձ թվում է, որ Բևերը ճիշտ որոշում է կայացել, որովհետև երիտասարդությունը պետք է առաջ մղվի։ Այսինքն խորհուրդը հետևի ոնց որ ասեմ մեջքին երիտասարդության պիտի կանգնած լինի եւ ուղի երիտասարդությանը դեպի վերերքներ գրավելու։ Մենք բազմաթիվ անգամ լսում ենք քննադատություններ մեզ ուղղված, որ օրինակ
թե մենք շատ ենք ուշադրություն դարձնում արտաքին քաղաքականության զարգացումների վրա եւ Հայաստանի քաղաքացիներին ավելի շատ հետաքրքրում է հայաստանյան խնդիրները, սակայն ինչի վրա մենք ԲՎՌ-ը կարող է շեշտ դնել այս նախընտրական շրջանում, որ կարողանա իր գաղափարները, իր խնդիրների լուծումները ճիշտ ներկայացնի մեր քաղաքացիներին։ Արտաքին քաղաքականությունը մեր տարածաշրջանում շատ բարձր դեր է խաղում, այսինքն մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը եռում է, այսինքն արտաքին քաղաքականությունը ճիշտ վարելու դեպքում մենք իրոքից հնարավորություն կունենանք ինչ-որ առաջ մղումներ ունենալ եւ առաջ շարժվել, իսկ ինչ թիրախավորում պիտի լինի, այսպես ասած, ներքին խնդիրները նույնպես կարևոր են, ինձ թվում է պետք է ավելի շատ ժողովրդին հենց ժողովրդի լեզվով խոսել ժողովրդի հետ, որ ժողովուրդը հասկանա, թե մենք ինչ նպատակներ ունենք եւ ուր ենք գնում, ինչն է մեր տեսլականը, մեր ապական ոնց ենք մենք պատկերացնում։ Այս 30 տարիների ընթացքում մենք քանի որ չենք ունեցել սեփական պետականությունը, այսինքն դե յուրե թղթի վրա մենք ունենք, բայց դե ֆակտո մենք բոլորս էլ գիտենք, որ մենք պետականություն մինչև ներիմա չունենք եւ ամեն ինչ պետք է անենք, որ մենք կարողանանք կերտել այդ պետականությունը, ստեղծել մեր պետականությունը։ Օրինակ ինչն է հետաքրքրում մեր քաղաքացիներին, ըստ հաստատ վստահ եմ, որ դուք տարբեր շերտերի հետ շփվում եք եւ այսպես թե այնպես քաղաքական թեմաների հետ առնչվում եք։ Ինչն է հետաքրքրում մեր այսօրվա քաղաքացիներին։ Դե մեծամասնությամբ ինչպես նշեցի, գործազրկության խնդիրներն են, այսինքն որ երիտասարդությունը չունի աշխատանք, չունի ինչ-որ կայուն տեսլական ապակային նպատմամբ, սոցիալ-տնտեսական խնդիրները, այսինքն մեր երիտասարդությունը եւ մեր քաղաքացիները ներկայացին օրվա հացի խնդրով են զբաղված, այսինքն այդ դրանց համար կարևոր խնդիրներից մեկը է, որովհետեւ ծանր վարքային պատմություններ, բեռեր, այսինքն բանկերի բեռի տակ են մարդիկ, ինչ-որ այդ խնդիրները պետք է լուծում նույնպես գտնեն, նույնպես արտացոլում ունենան, որ մարդիկ կարողանան հասկանալ, որ այո, եթե ինչ-որ խնդիրներ են լուծում, այսինքն այդ բեռը հետևանալու է։ Օրինակ ԲՎՌ-ը մեր շարժումը այս անվան տակ երկրորդ անգամն է մասնակցում ընտրություններին, եթե 21 թվականին այս անվանումը բավականին թարմ էր եւ այդքան շատ չէր հնչել մեր քաղաքացիների ականջներում, սակայն մենք ունենք մոտ 6 տարվա արդեն պատմություն այս անվան տակ, քանի մենք գիտենք մեր շարժումը ունեցել է բազմատարյա պատմություն, ինչ կարծիք եք այս տարիների պայքարի մասնակցությունը, որ մենք այն ուժերից չենք, որ ստեղծվել ենք ընտրություններից առաջ եւ ունենք կենսագրություն, այսպես ասած, թե ամբողջ շարժումը, թե շարժման առանձին դեմքերը, այս տարիների ընթացքում մենք կարողացանք անուն ձեռք բերել, որպեսզի մեզ ժողովուրդը ճանաչի, ոչ թե միայն զուտ մի քանի պաստառով, որը կպակցվեն փողոցներում, քաղաքներում, այլ նաև մեր մասնակցությամբ եղած պայքարի պատմությունը, որը իրենք պետք է ժամանակ կհիշեն կամ մենք էլ կօգնենք իրենք վերհիշեն դա։ Դե որպես գաղափարական կազմակերպություն, այսինքն հիմնադրվելով նախախորհրդարանից, հիմնադիր խորհրդարանից, գաղափարները այս շարժման մեջ այնպիսին են, որ նպատակասլաց հետևում են իրենց գաղափարախոսությանը, այսինքն ինքնիշխան Հայաստանի գաղափարախոսությանը, ինձ համար շատ կարևոր է, որովհետև պետք է այդ գաղափարախոսությունը իրոքից իշխի բոլոր հասարակության շերտերի մեջ, որովհետև հենց այդ գաղափարախոսությունը մեզ թույլ կտա, որ մենք 21-րդ դարում ստեղծենք մեր պետականություն, ունենանք մեր պետությունը եւ կարողանանք հաղթարել բոլոր այն մարտահրավերները, որոնք մեր առջև գալիս են դրսից, որովհետև մենք բոլորս լավ գիտենք, որ շրջապատված ենք այնպիսի պետություններով, որոնք մեզ թշնամական են, ու այդ ասենց ասած այդ թշնամական երկրների առանցքում մենք պետքա մեր ինքնությունը չկորցնենք, մեր կարողությունները ցույց տանք ու առաջ շարժվենք, որովհետև
ինչպես մենք գիտենք բոլորս, մենք այն ազգն ենք, որ դարերի խորքից է գալիս ու դեռ ասելիք ունենք ու պիտի անենք մեր ասելիքը։ Իսկ կախված ընտրությունների արդյունքներից ինչ նոր վտանգներ կարող են սպասել Հայաստանին կախված հենց այդ ընտրությունների արդյունքներից։ Վտանգները շատ մեծ են, այսինքն մի կողմից մենք թրքմասման եզրին ենք կանգնած, մյուս կողմից գուբերնիա դառնալու խնդիր ա մեր առջև դրված նույնպես, այսինքն ազգային ուժերը իտեմս ազգային ժողովրդական բևերի պետք է կարողանա մեր ժողովրդի սրտի ձայնը լսի եւ կարողանա գտնել այդ բանալին ու կարողանալ տեր կանգնել մեր ապակային, որը մենք պետք է կերտենք։ Իսկ մենք գիտենք, որ հիմնական ուժերն են ողում այս խորհրդարան մտնելու պայքարի մեջ, Բևերը ունի այն ռեսուրսը, այն ներուժը, որպեսզի կարողանա մրցել նման մեծ ֆինանսական ադմինիստրատիվ ռեսուրս ունեցող քաղաքական միավորների հետ մրցելու։ Դե միգուցե մենք չունենք այդպիսի մեծ կարողություններ, ինչպես ասենք այն մնացած բոլոր ուժերը, ովքեր պայքարում են, բայց Բևերը ունի այն, ինչ չունեն մնացած բոլոր նշված։ Օրինակ, Այսինքն Բևերը ունի գաղափարախոսություն, ունի ստույգ գծված նպատակ, որ ինքը ուզում է ինքնիշխան Հայաստան, ոչ մի կուսակցություն։ բայց մնացածն էլ չեն հայտարարում, որ մենք իրանք դեմ են ինքնիշխանությանը։ Մնացածը չեն հայտարարում, բայց գործերով ապացուցված ոչ մի բան չունեն, այս տարիների փորձը ցույց է տալիս, որ իրանց պայքարը զուտ աթոռակռիվ է, այսինքն բոլորը ուզում են իշխանության գալ այն նպատակով, որ աթոռ ունենան, ինչ որ պաշտոն ունենան, բայց Հայաստանի շահը առաջ չեն մղում, քանի որ կառավարվում են այլ կենտրոններից ու Բևերը այն ուժն է, որ այս երևի արդեն ինչքան 20 տարի կլինի պայքարի մեջ է Բևերը։ Ну, առանձին անհատներ հաստատ, բայց նախախորհրդարանից է թե որ հաշվարկը 13 թվականից։ Այո, 13 թվականից։ 13 թվականից ինչպես ես լավ եմ հիշում, մենք ենք անձամբ ծանոթ այս պայքարի շրջանակում։ Այսինքն 13 թվականից Մոսկվայից մենք ծանոթ ենք ու այս 13 թվականից մինչև այժմ մենք գաղափարության կրողն ենք, այսինքն մեր համար Օրինակ Խաչատուր, լավ թեմային այտենց անմիջապես առնչվանք 13 տարի էս մեր անձամբ մասնակցության այս հետևելը կամ հետագայում process տարբեր ժամանակաշրջաններ են եղել։ Ինչ կարելի ասել, օրինակ, երբ որ մենք 13 թվականին նախախորհրդարանի գաղափարներին ծանոթացանք, մենք կարող ենք պատկերացնել, որ այս պայքարը կլինի այսպես երկար։ Ճիշտ ասած, դե 13 տարի ասենց որ հետ ենք նայում, մենք ուզում ենք, որ պայքարը լինի կարճատև, այսինքն շուտ հասնենք մեր նպատակներին, ասենց ասեմ, պատանի էինք երազանքներ։ Որևէ մեկը չի ուզի իր երիտասարդ տարիները բավական երկար ժամանակ պայքարի մեջ անցկացնել։ Բայց պայքարը մեզ ուժ է տալիս, որովհետև պայքարի մեջ լինելով դու գիտես ինչի համար ես պայքարում, այսինքն հստակ քո արժև ունես ծրագիր, քո պատկերացում, այսինքն իմ պատկերացմամբ ինչ է, ես ապրելով դրսում երկար տարիներ իմ համար միշտ երազանք ա եղել Հայաստանում ապրել, ունենալ այն պետությունը, պետականությունը, որը կլինի աշտարադատություն, որտեղ մարդը կլինի արժեք, ու այդ գաղափարները ես տեսել եմ հենց այս շարժման մեջ, այսինքն այն գաղափարները, որոնք ես ինքս եմ կիսում ու կրում, այս շարժման մեջ ես տեսել եմ։ Այսինքն կարելի է նաև ասել են, որ այս պայքարի այս տարիների ընթացքում ամենաշատ բռնությունների ենթարկված, ինչ-որ արգելքներ, զրկանքներ կրված ուժը հենց Բևերն է, որ կա այս մեր քաղաքական դաշտում։ Այն դեպքում, որ ծեծված է եւ այսպես ասած նախկին իշխանությունների օրոք եւ ներկա։ Այո։ Այսինքն ոչ մի բան չի փոխվել, իշխանությունի դեմքերն են փոխվել, բայց բուն համակարգը մնացել է նույնը, որը հակահայ համակարգ է, ու այդ հակահայ համակարգը ներկայ պահին
ուզում է ամեն ինչ անի, որ չգիտեմ, մենք մոռանանք ամեն ինչ, մոռանանք մեր պատմությունը, մոռանանք մեր ինքնությունը։ Այդ իմ համար ընդունելի չի, դրա համար էլ ես այս պայքարի մեջ։ Ամեն դեպքում մենք երկուսս մի հաղթանակը արձանագրել ենք, մենք վերադարձել ենք մեր հայրենիք եւ հայրենիքում շարունակում ենք մեր պայքարը։ Ինչն է օգնում այսքան երկար տարիներ մնալ պայքարի մեջ եւ բացի այն, որ ամեն մեկս ունի իր անձնական գործերը, շարունակում է այս քաղաքական պայքարի մեջ պետականաշինության իր ներդրումը անել։ Նպատակը կարևորը հենց այդ է, որ նպատակ մենք ունենք նպատակ կերտելու հզոր ինքնիշխան Հայաստան, այսինքն մեր համար դա զուտ լոզունգ չի, խոսույթ չի, այլ մենք դրանով ենք ապրում, ամեն ինչ անում ենք, որ մեր երազած Հայաստանը ի վերջո կյանքի կոչենք։ Եվ եթե մենք 10 տարի առաջ ուզում ենք կերտել այն Հայաստանը, որում մենք ուզում ենք ապրել, այսօր մենք կերտում ենք այն Հայաստանը, որի մեջ ուզում ենք մեր երեխաները ապրեն ապագայում։ Այո, իհարկե, ես որպես երկու տղաների հայր չեմ պատկերացնում, որ իմ երեխաները կմեծանան Հայաստանից դուրս, ինչ որ մի այլ տիրույթի մեջ։ Իմ համար հայկականը ավելի շատ իմն է, որովհետև պետք է ամեն ինչ անենք ամեն գնով, որ մեր ապակա սերունդը պապերից ժառանգած երկիրը տեր կանգնի, իրանով անի, ու վերջ-վերջով մենք պարտավոր ենք պետություն ստեղծելու։ Իսկ որպես ծնող, ինչ զգացմունքներ են, ապա ինչ երկիր ենք մենք ժառանգում մեր ապագա սերունդներին։ Մենք կարող ենք հանգիստ լինել, որ մեր սերունդները գոհ են լինելու մեր ժառանգած հայրենիքից։ Դրա համար մենք պայքարի դաշտում ենք ու պետք է չլքենք պայքարի դաշտը, մինչև մենք չկերտենք մեր ուզած երազած այն իրական պետությունը, որի համար որ այսքան զրկանքներ ենք կրում ենք, ու ամեն ինչ անենք, որ այդ երկիրը կերտենք։ Այսինքն հենց նպատակը ունենալ ինքնիշխան, ազատ, արտար Հայաստան տալիս է այն պայքարելու իմաստը, որ մենք ամեն ինչ մի կողմ դրած պայքարում ենք ու չենք լքում պայքարի դաշտը։ Իսկ վերադառնալով նախընտրական պայքարին, ինչպիսի ականներ կամ, չգիտեմ, վտանգներ եք տեսնում այս պայքարի մեջ, որը ինչի վերաբերյալ մենք կարող ենք մեր հասարակությանը խորհուրդ տալ, որպեսզի նրանք ուշադիր լինեն եւ չտրվեն նման սադրանքներին եւ զգուշ լինեն այդ ականի վրա, այսպես ասած, ոտք չդնելու համար։ Բարդ հարց եք տալիս, միշտ ասած, ականներ շատ կան, ոնց նշեցի, բոլոր ուժերը, ովքեր որ փորձ են անում մասնակցեն, նու մեծամասնությունը կարելի ասել, որ ինչ-որ ատորակարգի համար է եկել, այսինքն պետքա խոսել, պետքա բացատրել, չգիտեմ, ի վերջո գտնել էլի այդ սրտի բանալին։ Բայց տարիների ընթացքում մեր ժողովուրդը բազմաթիվ խոստումներ, բազմաթիվ քարոզներ լսել է։ Ինչ կարող է ասել Բևերը նոր, որը տարբերվի այդ մնացածի խոսույթից։ Իմ կարծիքով մենք պետք չի խոստումներ, ինչ որ խոստումներ տանք քարոզանելու համար։ Բայց հայտնի է, որ ժողովուրդը սիրում է խոստում լսել։ լսել։ Հա, դա ասացվածքը կա, չէ՞ որ ամեն ինչ սիրում են հակարդելով, բայց պետքա կարողանանք զատել այդ կեղծիկը, որ սուտ խոստումներ կամ ինչ որ կուշտ փորով քնել հելնելու գաղափարախոսության վրա չի կարելի երկիր կառուցել, պիտի հասկացնենք ի վերջո, որ մենք երկիր ենք կորցնում եւ եթե մենք ուզում ենք, որ մեր ինքնությունը մնա, այսինքն մենք մնանք որպես ազգ, որը ձևավորվել է շատ վաղուց, չկորչենք, չվերջանանք, չգնանք պատմական թատերաբեմից, մենք պետք է մեզ գտնենք։ Այսինքն ներկապային կա մտավախություն, որ մեր մեջ ազգայինը մի քիչ խոր քնած է, այդ ուժը մենք պիտի գտնենք, որ ազգայինը արթնացնենք։ Այսինքն պետք է կայծ տանք մեր ժողովրդին, որ արթնանա։ Հա, կայծը իհարկե կայծ պետքա տանք ու այդ կայծը մենք բոլորս, այսինքն լավ տեսանք, խոսքին կարող եմ ասեմ 2016 թվականին
երբ որ Սասնա ծռերը ՊՊՑ գունդ գային, կայծը մենք տվեցինք ու այդ կայծը բերեց նրան, որ ժողովուրդը ցավոք սրտի 2018 թվին խափնվեց, բայց այդ կայծը կրակներ վառեց։ Բայց մեր ժողովուրդը նաև տեսավ 20 թվականը, 23 թվականը եւ որոշ առումով այդ հոգեբանական ապաթիայի մեջ է գտնվում եւ դա շատ դժվար խնդիր է, քանի որ մենք կարիք ունենք մեծ հոգեբաների, որոնք կարող են գտնել այդ հոգեբանական վիճակից դուրս բերման ճանապարհը։ Դա ոչ բոլոր ժողովուրդներ են նման բան, շատերը այո, նման խնդիրները լուծելով դարձել են մեծ ազգեր, մեծ պետություններ, բայց սակայն մենք դեռ կանգնած ենք այդ խնդրի լուծման առջև։ Դժվար խնդիր է մեր առջև դրած, բայց մենք պետք է փորձենք այդ ամենը անել, կարողանանք այդ կայծը գտնել, որ ժողովուրդը արթնանա, հետ գա, որովհետև սա մեր պատմության մեջ առաջի ճակատամարտ չի, որ մենք գոյութենական լինել կամ չինելու առաջ են կանգնած եղել։ Հիմա մենք այն ժամանակաշրջանի մեջ ենք, որ պետք է ամեն ինչ անենք, որ այդ մեր հայքյան ուժը, եռանդը մեր մեջ կարողանանք արթնացնել։ Բազմաթիվ անգամ մեր կողմից հնչել այն միտքը, որ այս պայքարը, մեր այս նորանկախ շրջանում, ճակերտավոր, այս վերջի 35 տարվա ընթացքում երբեք իշխանափոխությունը չի եղել ընտրությունների միջոցով եւ միշտ եղել են փողոցային պայքար, հետընտրական process-ներ։ Այս տարվա ընտրությունների եւս նման բանի ականատես կարող ենք լինել։ Դե ես չեմ բացառում, որ կլինի այդպիսի ձև, քանի որ ես նույնպես չեմ կարծում, որ ընտրություններով ինչ որ հնարավորություն կընտրվի, որովհետև ոնցպես գիտենք, նկարչության մեխանիզմները բոլորը իշխանական ուժի ձեռքն է եւ այդ հնարքները ադմինիստրատիվ ռեսուրսը հաստատ կիրառվելու է, բայց ի վերջո մենք պետք է գիտակցենք, որ մենք իրավունք չունենք մեր ձայնին տես չկանգնելու, այսինքն եթե փողոցային պայքար լինելու, մենք պետք է պարտավոր ենք դուրս գալ փողոց եւ պայքարենք նաեւ փողոցում։ Սակայն հայտնի է, որ մինչև ընտրությունները մոտ 2 ամսից քիչ ժամանակ է մնացել եւ մենք պետք է արդեն այսօրվանից սկսած եւ նույնիսկ շատ վաղուց սկսեինք այդ պատրաստական աշխատանքները, որպեսզի նույն ընտրատեղամասերում չթողնենք մեր ձայները գողանալ, բայց որ գոնե տեր կանգնենք, մենք չենք կարող կոչ անել մեր աջակիցների, մեր կողմնակիցներին ձայն տալ, բայց տեր չկանգնենք այդ ձայնին։ Հետագայում դուք տեսնում եք BVR-ին հետընտրական process-ներում կախված զարգացումներից։ Դե ինչպես նշեցի, BVR-ը այն ուժն է, որ միշտ է պայքարի մեջ, այսինքն BVR-ը մենք ի սկզբանե գիտենք, որ չի ստեղծվել ընտրություններին մասնակցելու զուտ նպատակով։ Բնականաբար։ BVR-ը թե պայքարում է փողոցում, թե պայքարում է լոբինգի տեսքով դրսում։ Եթե չհաղթարենք, ասենք այդ անցողիկ շեմը, այդ ինչ որ հետընտրական պայքար լինի, իհարկե մենք պետք է այդ պայքարի մեջ նույնպես մեր դերը ունենանք։ Որպես երիտասարդ, այսպես ասած, ինչ ասեիք մեր ժողովրդին այս ընտրություններին նախորդող օրերին։ Ոնց ձեր սրտի խոսքը, որպեսզի մեր քաղաքացիները լուրջ մոտենան այս ընտրություններին եւ ինչով կարող եք համոզել կամ կոչ անել, որպեսզի նրանք ձայնը տան մեզ BVR-ին։ Ես նախ մեր ժողովրդին կուզենայի ասել, որ սիրելի հայրենակիցներ, կարևոր է մտածել ոչ թե ստամոքսով, այլ ուղեղով, այսինքն հենց գաղափարական այն հատվածով, որը տալու է այն ամեն ինչը, ինչ դուք ուզում եք ձեր ապագայի համար ունենաք, այսինքն պետք է գիտակցել, որ սա իրոքից գոյատևման պայքար է եւ տեսակների կռիվ է։ Այսինքն, եթե մենք մեր մեջ գտնում ենք, որ մենք հայք նահապետի ժառանգն ենք, ուրեմն մենք մեր մեջ պիտի արտնասնենք հենց հայք նահապետի կամքը
ու կարողանանք համակերպվել, համախմբվել ու մեր ձայնին տեր կանգնել։ Այսինքն հենց որոշում կայացնենք ու առաջ շարժվենք, քանի որ մենք իրավունք չունենք կորցնելու մեր պետականությունը, իրավունք չունենք սիչելու մեր դիրքերը, քանի որ մենք աշխարհի մեջ կարելի ասել եզակի ազգերից ենք, որ դարեր շարունակ չունենալով պետականություն, վերջիվերջո կերտել այդ պետականությունը եւ մենք պարտավոր ենք այդ պետականությունը հավերժ պահելու։ Շնորհակալություն Խաչատուրը, այդ թեմային վերաբերված ուզում եմ ինքս ավելացնել, նաեւ ինչպես հայտնի է հարգելի քաղաքացիներ, մեր պաշտոնական էջերում դրված է դրամահավաքի հղումը, քանի որ մենք որոշում ենք կայացվել մասնակցել ընտրություններին, մենք նաև կարիք ունենք ֆինանսական աջակցության, նույն գումար վճարելու, որպես ընտրագրավ է դա կոչվում, ներկա պահին մոտ $20,000 հավաքվել է, բայց մենք դրել ենք նպատակ որպես $100,000, քանի որ հետագայում եւս կարիք է լինելու նույն ընտրատեղա տարբեր քաղաքներում մասնաճյուղեր բացելու եւ նախընտրական բոլոր այդ ծախսերը հոգալու համար։ Դրա հետ կապված մեծ խնդրանք է, քանի որ շատ բազմաթիվ մարդիկ մեզ հարցնում են ինչու դուք չեք մասնակցում, մենք այդ որոշումը բավականին երկար ժամանակ ձգձգվում էր եւ մենք արդեն այդ որոշումը կայացրել ենք, ապա եւս պետք է խնդրենք դուք էլ ձեր կողմից ինչ որ ձեզանից է կախված այդքանով օգնել մեզ, ոչ միայն ձայնով, այլ նաեւ ձեր աջակցությամբ, դա էլ է մեծ օգնություն մեր համար, որպեսզի մենք չկորենք այսպեսի այս նորաստեղծ կուսակցությունների ծովում։ Ցավոք սրտի հիմա իրավիճակը դա է։ Եվ Խաչատուր ջան, մեր մոտ նոր ավանդույթ է դարձել մեր երիտասարդ հյուրերին նվիրում ենք Գարեգի Նժդեի որդիների պայքարը հայրերի դեմ աշխատությունը, վստահ եմ, որ դուք արդեն կարդացել եք, բայց ամեն դեպքում, եթե կցանկանաք, կարող եք այն նվիրել ձեր հարազատներին, սա ձեզ։ Շնորհակալ եմ։ Իդեպ շատ լավ աշխատություն է։ Եթե մենք մի քիչ Նժդեին որպես մարգարեի ընդունենք ու սկսենք Նժդեի գաղափարախոսությունը ընկալելով հասկանանք ինչ է կատարվում, մենք ամբողջովին կհասկանանք թե ով ենք մենք, ինչ ենք ուզում եւ ուր ենք գնալու։ Շնորհակալություն Խաչատուր այսօրվա զրույցի համար, կարծում միայն պայքար եւ միայն պայքար մի յուրաքանչյուր պայքար լինի դա նախընտրական շրջան կամ փողոցային պայքար։ Հիշեցնեմ, որ մեր այսօրվա հյուրն էր ԱԺԲ աջակից եւ տնտեսագետ Խաչատուր Աղսախալյանը։ Մնացեք բևեռի հետ, չլքեք պայքարի դաշտը։ Միշտ նոր հանդիպում։